Ողջույն գործարարիքին միացած մեզ լսողներ եւ դիտողներ, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ։ Ուզում եմ հիշեցնել, որ թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդումները։ Այս պահին թարմուղեղով զրույցն ենք սկսում եւ մեր տաղավարում հյուրընկալել եմ Վահե Ռոբեր Այվազյանին, Այվազյան and Partners ընկերության հիմնադիր, կառավարման եւ վաճառքի մասնագետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ դուք այսօր մեր տաղավարում եք։ Կարևոր առիթով ենք հանդիպել, քանի որ մոտակա ժամանակներում մոտ օրերին ավելի կոնկրետ ասած հետաքրքիր միջոցառում է սպասվում գործարարների համար հատկապես դեպի մեծ շուկաներ կարգախոսով, այսպես անվամբ բիզնես ֆորում, եթե ես ճիշտ եմ հասկանում։ Ինչպես է գաղափարը ստեղծվեց դեպի մեծ շուկաներ տանելու ճանապարհին փորձ փոխանցել գործարարներին եւ արդյոք միայն գործարարներին թե ոչ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, մեծ պատիվ է լինել ձեր մոտ, հյուր, ինչպես ստեղծվեց։ Դե ընդհանրապես տրամաբանական է, որ որևէ բիզնես որևէ երկրում ստեղծվում է հորիզոնական զարգացման կամ ընդլայնման տարբերակներից մեկը տվյալ տարածաշրջանից կամ տվյալ երկրից դուրս գալն է։ Այդ ճանապարհով գնացինք նաև մենք արդեն վաղուց հասելով գրեթե 1 տարի է, դինելով մենք 15-ամյա ընկերություն, գրեթե 1 տարի արդեն Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Չինաստանում ունենք մեր ներկայացուցիչները, որոնք հայ չեն, եւ իրենց միջոցով անում են գրեթե նույն ծառայությունները, ինչ որ Հայաստանում։ Իսկ ավելի կոնկրետ նոր բիզնեսի բացում, տվյալ դեպքում Սաուդյան Արաբիայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում լիցենզիաներից սկսած մինչև offshore-ային զոնայում բացել այդ բիզնեսները եւ շարունակելով կադրերի հավաքագրում, աշխատարարցի մեխանիզմներ, բիզնեսի կոնցեպտ, մուտքը շուկա, մարքեթինգ ստրատեգին եւ վաճառքը իհարկե, որտեղ Այվազյան and Partners-ը վաճառքի եւ կառավարման ընկերություն է։ Մեր 15-ամյակին նվիրված որոշեցինք մեր հենց արաբական GCC երկրների էքսպերտներին հրավիրել Հայաստան։ Ինչպես է բացվում հապավումը GCC։ Արաբական երկրների միությունն է, ոնց որ ԵԱՀԿ-ն, այնպես էլ GCC-ն, հիմնական արաբական երկրները այդտեղ միմյանց միջև առևտրային պայմաններ եւ պայմանավորվածություններ եւ պայմանագրեր ունեն։ Որոշեցինք իրենց հրավիրել այստեղ մեր բիզնես էքսպերտներին, արաբ Մոստաֆա Օշե եւ Խալեդ Ռեդան, իմ հետ միասին ամսի 20-ին դասընթաց կիրականացնենք վաճառքի կառավարման, մարքեթինգի կառավարման, բիզնեսի զարգացման, բիզնեսի մեծացման, ընդլայնման, կադրերի կառավարման եւ կառավարման ռազմավարությունների մասին։ Քանի որ ես թոփիկները, թեմաները գիտեմ, ինքը շատ հետաքրքիր է լինելու։ Եթե կարելի է այդ փակագծերը բացել թեմաների իմաստով զուտ կներկայացնեք։ Իհարկե մեծ սիրով նախ խոսենք առանձնահատկություններից հայի եւ այլ երկրների, հատկապես թե որ արաբական երկրներից են եկել, արաբական երկրների տարբերությունները, հաճախորդի սպառողի տարբերություններից, շուկայի պահանջներից նաեւ խոսենք այնտեղի շուկայի պահանջներից, վերջում խոսենք այնտեղի օրենքներից եւ բիզնեսը այնտեղ բացելու առանձնահատկություններից, խոսենք հենց բիզնեսմենի մտածողությունից եւ այդ մտածողության հետևանքով է հիմնականում որ չի մեծանում բիզնեսը, չի ընդլայնվում բիզնեսը, խոսենք դրանից, իսկ շատ հաճախ բիզնեսմենը ինքը խանգարում է բիզնեսի ընդլայնման ու զարգացմանը, չվստահելով աշխատակիցներին, չգնալով մեծ ռիսկերի, մտածելով երեկով, այսինքն երեք օրինակ 100 միավորի արդյունավետությունը կամ շրջանառությունը, այսօր 115 միավոր է, էլի լավ է մոտեցման, բայց չգնահատելով եւ իր եւ բիզնեսի հնարավորությունները, որ այսօր 115-ը այդ անհամեմատ քիչ է, որտեղ իր հնարավորությունները պիտի լիներ 500-ից 600, այսինքն 5-ից 6 անգամ աճած պիտի լիներ, բայց ընդամենը 15 միավորի աճած նմանատիպ բան եղավ, երբ որ ձեզ հայտնի գինի արտադրող ընկերություններից մեկի սեփական տերն ասեց վերջին շրջանում ամեն տարի մոտ 8-9% աճ ունենք եւ դա շատ լավ է, ասեցի, իսկ հաշվել եք թե վերջին շրջաններին գինու շուկան ամեն տարի քանի տոկոս է աճում
եւ հաստատ 8-9% չէ, եթե անգամ 50% աճած լինի գինու շուկան ամեն տարի։ Այսինքն քո շրջանակում պիտի հարցեր ինչն է, էլի ավելի մասշտաբային։ Այո, ամեն տարի դուք 42% մոտավորապես մինուս եք, ոչ թե 8% աճ, որտեղ գինու ընդհանուր շուկան աճել է մոտավորապես 50%, իսկ դուք ավելի քիչ եք աճել։ Այ հետաքրքիր են թեմաները, իսկ հետաքրքիր է արդյոք մասնակցելու հնարավորություն շատերը կունենան, բաց է թե վճարովի է այդ տարբերակը, արդյոք դեռևս հասանելի է գրանցվելու համար, եթե գրանցումով է։ Վճարովի է մասնակցությունը, լավ կլինի մասնակցեն, այսինքն իրենց պետք կգա հենց բիզնեսմեններ, տնօրեններ, փոխտնօրեններ, բաժնի պետեր ու կապ չունի որ բաժինների, անգամ հաշվապահական բաժնի ղեկավարը կարող է մասնակցել։ Թեմաները որտեղ կան եւ կառավարման եւ HR-ի հետ կապված, կադրերի հետ կապված թեմաներ կան, sales marketing բնականաբար կա, որտեղ մենք այդ ուղղության եւ կառավարման ուղղության ընկերություն ենք, ինչի հաշվապահներն էլ կամ ֆինանսիստներն էլ հանգիստ կարող են մասնակցել, որտեղ այնտեղ տվյալ երկրներում գրանցվելու, բիզնես լիցենզիաներ ունենալու եւ այլնի հետ է կապված նաեւ շատ հետաքրքիր է անցնելու, որտեղ կարելի ասել հոբելյանական շատ աշխատատար, ես հիմա գերհոգնած եւ Ինչքան ժամանակ է որ պրոյեկտի վրա աշխատում եք։ Մոտ 1 ամիս է, նես չի շատ է, բայց լինելով ոչ իվենթային ընկերություն, մենք խորհրդատվական ընկերություն ենք, լինելով ոչ իվենթային ընկերություն եւ ունենալով Հայաստանում եւ դուրսը բավական շատ պատվերներ, մեր համար շատ դժվար է իրականացնել բաց միջոցառումներ, դրա համար նույն լսարանը նկատած կլինի, որ վերջին տարիներին ես բաց տրեյնինգներ, այսինքն որ անհատները կարող են մասնակցել, շատ քիչ եմ ունեցել, որովհետեւ հիմնական կորպորատիվ կազմակերպությունների պատվերներով ենք ծանրաբեռնված, նույնիսկ ասեմ գեր ծանրաբեռնված, չգիտեմ ինձնից ոնց որ երևում է, ես շատ արագ նկատեցիք եկա ու շատ արագ գնալու եմ, որ հասցնենք, մեր համար դժվար է ասես բաց միջոցառումներ իրականացնելը, կուզենանք նույնիսկ աշխատենք որևէ event project management վստահելի ընկերության հետ, ով կանի, որտեղ անտանելի շատ պրոյեկտներ ունենք։ Նոյեմբերին էլ Դուբայի ամենահայտնի հայ անշարժ գույքի վաճառողներից մեկը Արմանն է գալու Հայաստան, որը իմ գործընկերն է։ Կրկին միջոցառում է սպասվում։ Այո, եւ Կանադայից Լևոն Յուլինյան ինքը կգա Հայաստան, ով Կանադայի ամենահայտնի հայ եւ ամենաուժեղ, ամենապրոֆեսիոնալ sales manager-ներից էլի անշարժ գույքի։ Ինչպես է ստացվում, որ հայ մարդիկ կարողանում են ամեն դեպքում դրսում այդքան մեծ հաջողությունների հասնել, բայց այդ կապիտալը Հայաստանում այդպես մնում է օդում, այսպես կարող ենք ասել, ու դրա համար է որ մեր շուկան միշտ չի որ պահանջներին բավարարում մասնագետների իմաստով։ Գիտեք, ես կարծում եմ, ով ինչի հասնում է, նրան էլ արժանի է եւ դրական եւ բացասական իմաստով։ Այսինքն եթե նույնիսկ վատ բանի է որևէ մեկը հասել, ապա որոշակի պատճառներ կար, որ ինքը պիտի այդպես լիներ, հա, կամ այդ դրան պիտի հասներ, եւ մյուս կողմից շատ հաճախ մեզ մեր հետ բացասական բաները ավելի սթափեցնում են մեզ, նույնիսկ այս տեսանկյունից արժանի նկատի ունեմ, որ պետք էր, որ սթափվեր։ Երկրորդ նույն ձև լավ մեծ հաջողությունները երբ որ որևէ մեկը հասնում է ինքը դրան արժանի է եթե հասարակությունը կգտնի որ անաչառ չի ճիշտ չի որ ինքը հասել է հաջողության ապա ժամանակը իր հարցը մեր շուկայում չեն մնում այդ գալիս եմ դրան եթե գտնում ենք որ անաչառ չի որ այս մարդը հասել է հաջողության ապա ժամանակը եւ դեզերքը իր հարցը լուծելու է ամեն ինչ գալիս կարգավորվում է վերջում բալանսավորվում է ժամանակավոր է ինչու են հայերը դուրս է հասնում հաջողության այս ամեն ինչի համար ասեցի որ որևէ մեկի հաջողությունը իր ձեռքում է թե Հայաստան թե դուրսը եւ անհաջողությունն էլ ինչ են այնտեղ հասնում հաջողության շատ པարզ է դժվարությունների եւ կոփվելու արդյունքում մենք Հայաստանում բավականին
դժվար տարիներ եւ տասնամյակներ ենք տեսել ու տեսնում եւ պետական առումով եւ մասնավոր քաղաքացիների առումով եւ ամենալավ կոփվելու տեղն է կարծում եմ Հայաստանը չէ շատ լավ կոփվելու տեղ է որովհետեւ եթե նկատել եք ասենք մեր դասարանցիներից որոշները ովքեր որ չեն փայլել իրենց գիտելիքներով չեն փայլել իրենց նախաձեռնականությամբ եւ այլն մեկ էլ ասենք ավելի մեծ տարիքում հայտնաբերում ենք որ օրինակ Եվրոպայում կամ Ամերիկայում շատ մեծ հաջողություններ է հասել որտեվ իմ կարծիքով հայի միջին վիճակագրականը շատ ավելի բարձր եւ շատ ավելի խելացի է քան աշխարհի միջին վիճակագրականը հենց մեկ այն տեսանկյունից որ եթե ես ճիշտ եմ հիշում բարձրագույն ավարտների թվով բնակության մեջ Հայաստանը գտնվում է 3-րդ թե 4-րդ տեղում առաջի տեղում Կանադան է իր ծրագրերի հետևանքով այսինքն բնակության քանակի ինչքան հիշում եմ 54%-ը բարձրագույն ավարտ է բայց ինքը հատուկ ծրագրեր ունի որ աշխարհի բարձրագույն ավարտներին լավ մասնագետներին տանում է իրենց մոտ իսկ Հայաստան պարզապես տենց բնականon բավականին մեծ բարձրագույն ավարտների տոկոս ունենք ինձ թվում է ես միշտ ասում եմ նրանց որ մենք դպրոցն ավարտելուց հետո բնազդաբար ենք ընդունվում ու ասկը տենց էլ պիտի լինի էլի շատ վատա որ չենք ընդունվում մոտեցում կա այսպես մենք գրագետ խելացի լավ ազգ ենք այդ ինքնագովել չի ուրիշ բանա որ դիվանագետ չենք ուրիշ բանա որ մեր մտածողությունը վաճառող ենք այ բրավո ես Դուբայում նմանատիպ խոսակցություն ունեցա շատ տարիներ առաջ արաբներից մեկը ինձ ասաց որ ձեր մեջ առևտրականներն ավելի շատ են քան գործարարները դե պատմականորեն այդպես եղել է միշտ հայրը վաճառականներ են եղել այո հայրը վաճառական են եղել Մոնիկա ջան նաև այն իմաստով այն պատճառով որ հայրի նկատմամբ վստահությունն է եղել շատ բարձր որովհետև նույն ասենք պարսիկների եւ եվրոպացիների միջև հարաբերությունների ժամանակ նույնիսկ համագործակցության բիզնես հարաբերությունների ժամանակ որպես միջնորդ, այսպես ասած, հայերն են հանդիսացել, որտեղ երկու կողմերն էլ հային վստահել են, բայց իրար չեն վստահել։ Բայց ամեն դեպքում մենք բիզնեսում կարծում եմ կարճաժամկետ ենք մտածում եւ արագ փողին ենք կողմ, դրա համար էլ մենք մնում ենք առևտրական կամ գոնե գործարար իրականը ինվեստոր իրական գործարարությունը իրական փողի հետ աշխատելը դեպի ներդրող գնալն է այդ դրսի շուկաներում հայ մարդուն հայ գործարարին հայկականը ինչպես են ընկալում տարիների ընթացքում այդ ընկալումը ինչ փոփոխությունների է ենթարկվել իմ տեսածով չասեմ ուսումնասիրություններով հատուկ ուսումնասիրություն չեմ արել ինձ հանդիպածով որտեվ եւ իրանական եւ նույնիսկ Տանզանիայի շուկայի հետ ենք աշխատել Տանզանիայի շաքարեղեգի շուկայի ուսումնասիրություն ենք արել Իրանի ամենախոշոր ավտոարտադրողի հետ ենք աշխատել ոնց որ Mercedes-Benz-ը Գերմանիայում եւ արաբական երկրներում եւ Վրաստան ինչի՞ չէ Գերմանիա ինչ որ չափով իմ տեսածով ասեմ հետեւյալը որ հայերի հիմնականում մարդկային կապիտալն է գնահատվում այսինքն որպես աշխատուժ որպես լավ իրավաբաններ լավ բժիշկներ լավ արհեստավորներ ինչի՞ չէ որտեվ նույն մեքենայի վերանորոգման մեջ շատ լավն են մեր հայերը Իրանից բռնած մինչև եվրոպական երկրներ Մոսկվայում հա այդ ավելի ընդունում ու հարգվում է շատ մեր մասնագիտական կարողությունները իսկ արդեն բրենդների առումով, ապրանքների առումով կամ դիրքավորման առումով ոնց որ Իտալիան դիրքավորված մոդայի շուկայում Չինաստանն դիրքավորված IT ու գիտատեխնիկայի մեջ գերմանական ու եվրոպական որոշ երկրներ են մեքենաշինության մեջ մենք նույնիսկ մեր կոնյակով հա օքեյ բայց նույնիսկ մեր կոնյակով տենց ամենաթոփ դիրքերում չենք աշխարհում եթե խոսքը գնում է որ ոլորտն է ամենաընդունվածը կամ ամենաշատ հաջողություն գրանցածը դրսի շուկաներում մեր հայկական ոլորտներից պատկերացրեք ինչ եմ ասում նույնիսկ կոնյակով որտեվ կոնյակն ու ջուրը
կոնյակ, ջուր, հագուստի դեպքում Իսկ ինչի հնարավորություն կա, որ չենք օգտագործում։ Այ որ ոլորտը կարա լավ ընդունված լինի, ինչի պահանջարկը նաև դրսում կա, հենց հայկական իմաստով, բայց մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնում։ Գիտեք, շատ լայն, շատ խորը ու իմաստալից հարց տվեցիք, խիստ ռազմավարական, խիստ լայնամասշտաբ եւ համակարգային պիտի մոտեցվի այս հարցին, հենց հատուկ որևէ ուղղություն, որևէ ոլորտ չկա, բայց նույն հանքարդյունաբերության մեջ էլ մենք կարող ենք բավականին մեծ արդյունքի հասնել, մենք կարող ենք շատ մեծ արդյունքի հասնել վերամշակման մեջ։ Շատ համակարգային է։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը զարգացնելու առաջին նախապայմանը ազգային գաղափարախոսություն մշակելն է։ Երկրորդը ըստ ազգային գաղափարախոսության հենքի մշակել հատկապես տնտեսական եւ ռազմական զարգացման ռազմավարություն, բայց ազգային գաղափարախոսության հենքի վրա։ Երրորդ արդեն նոր մտածել, թե որ ուժերին կամ որ ուղղություններին զարգ տանք եւ ավելի դիվանագիտությունը, անգամ բիզնես դիվանագիտությունը կարևորել հարաբերություններում, ոչ թե հայ-ֆիդայի, ջան-ֆիդայի ու պատերազմել է, որովհետև երբ որ գնում ես, սենց ասեմ, բանակը պետք է որևէ պետությանը, որպեսզի նրա վրա չհարձակվեն, ոչ թե կռվի, բանակը պիտի ուժեղ լինի, որ վախենան ու չհարձակվեն, բանակը հաշվարկեն, որ լավ չի լինի, չէ, որ հարձակվենք։ Այո, դրա համար որոշ երկրներ, երբ որ ատոմային ռումբ կամ նման բաներ ունեն, նույն պատճառով ու նպատակով է, եւ դաստիարակել ազգին, որ պիտի կռվես, պայքարես, նոր հաղթես են դեպքում, երբ որ շատ քիչ ենք եւ թվականակով կամ չունի այսօրվա, որ ասում ենք թուլացել ենք, զենք չունենք, մյուս ընդհանրապես քանակային առումով այսօր քիչ ենք, պետք է դիվանագիտությանը զարգ տանք, տարբեր ուղղությունների դիվանագիտության, ընդ որում ասեցի, անգամ նաեւ բիզնես ոլորտում, բիզնես ուղղության մեջ դիվանագիտությանը։ Ոնց եք կարծում, այն նոր իմ մոտ առաջացավ այս միտքը, արդյոք մենք տարիներ շարունակ դրսի շուկաներին վաճառել ենք մեր մարդկային ռեսուրսը։ Դուք հաստատում եք, թե հարցնում եք։ Հարցնում եմ։ Ես այդպես մտածում եմ, ձեր կարծիքը։ Դե տեսեք, եթե Հայաստանում մոտ 3 միլիոն մարդ է ապրում եւ ասում ենք, որ աշխարհում 11 միլիոն է, եւ Հայաստանի արտահանման ու ներմուծման սալդոն բնականաբար բացասական է, այսինքն ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում, իսկ այդ գումարները, այդ պարտքերը մենք կարող ենք հատկապես առաջ ավելի շատ կարողանում ենք վճարել տրանսֆերների միջոցով մեր բարեկամների, հարազատների, որովհետև հատկապես, հիմա էլ 4 հոգանոց ընտանիքից գոնե 2-ը դուրսն է, հետեւաբար մենք աշխատուժն ենք արտահանել, այսինքն աշխատել 11 միլիոն, դե եթե աշխատավարձ եք ստանում, մեծ հաշվով աշխատուժը ապրանք է ու կարող եմ ասել, որ վաճառել եք աշխատուժը ապրանք է։ Շատ լավ, վերադառնալով միջոցառմանը, այս պահի դրությամբ գրանցվողների թիվը, մասնակիցների թիվը ինչքան են կամ ինչքան եք պլանավորել եւ օրակարգ ինչպիսին է լինելու։ Տեղերը, եթե սեղաններով նստեն, որ հարմար լինի գրելը եւ այլն, 100-110 տեղ ունենք ընդամենը։ Այս պահին մոտենում ենք այդ թվին, չնայած որ մի քանի օր ընդամենը մնացել։ Կուզեմ լսողների, դիտողների համար օրը հասցեն հիշեցնեք եւ գրանցման պայմանները։ Օրը հասցեն սեպտեմբերի 20 Zen ռեստորան, կարծում եմ կիմանան Zen ռեստորանը որտեղ է, ժամը 11-ից մինչև 17:30 լինելու է դասընթացը, 3 տրեյներ են լինելու, Մոստաֆա Օշը, Խալեդ Ռեդան եւ ես,
ընդմիջումներով, coffee break-երով, շատ լավ կազմակերպված է լինելու, կարծում եմ, ուզում եմ ամեն դեպքում խոստանամ, ինչպես կարող են մասնակցել կամ զանգարեն 099 58 19 19 հեռախոսահամարով 099 58 19 19 կամ գտնել մեր Ayvazian & Partners-ի Facebook-յան կամ Instagram մենեջերը։ Շատ լավ, հաշվի առնելով, թե մենք ինչ ժամանակահատվածում ենք ապրում եւ տեխնոլոգիական այս դարաշրջանը ինչ հնարավորություններ է տալիս, բիզնեսներին դա չի խանգարում ամեն դեպքում նման միջոցառումներից հետ կանգնել, ասելով որ դե մենք ինտերնետում կկարողանանք գտնել այս հարցերի պատասխանները, մեզ այսօր հնարավորություններ տրված են այդ դաշտում այլ լեզուներով ինֆորմացիա գտնելու, թե ամեն դեպքում Հայաստանի բիզնեսները եւ թե փոքր եւ թե մեծ թե միջին հասկանում են ամեն դեպքում որ տեղի շուկան հասկանում է հենց տեղի մասնագետը։ Ես իմ փորձից ասեմ, շատ հետաքրքիր հարց տվեցիք։ Իմ փորձից ասեմ, մեր ընկերությունը արդեն 15 տարեկան այնց էս միջոցառումը 15-ամյակին է նվիրված, իդեպ 16-ա, 15 չի։ Իմ ընկերը ինձ հուշեց, որ 16 տարեկան է։ Բայց դուք պլանավորել եք 15։ Ես գիտեի, որ 15 տարեկան ենք, մարդիկ միշտ մեծացնում են, չէ։ Սկզբից, որ նոր էինք հիմնել Ayvazian & Partners-ը եւ ճանաչում չունեինք, մեր ծառայություններն էլ նուրբ ասած էժան չէր մեր դասընթացները, որ դիմում էինք բիզնեսմեններին, որ նման բան կա եւ այլն, մեր ընկերությունը դասընթացներ անի եւ այլն, իրանք հիմնականում հետեւյալ պատասխաններ են տալիս, որ մի քանի ժամ դասընթացի համար մի բեռնատար մեքենայի գումար եք ուզում, հենա բեռնատար մեքենան ունենանք, վաճառքը ինքնիրանք ավելանա։ Մենք պատասխանում ենք, որ դե ուրեմն ճիշտ եք ասում, ներդրում արեք բեռնատար մեքենայի վրա, մինչեւ հերթը կհասնի մեզ։ Անցավ որոշակի ժամանակ մեր պատվերները շատացան, արդեն մարդիկ գնել էին իրենց անհրաժեշտ գույքը կամ արտադրական միջոցները։ Երկրորդ փուլում մեր մասին ասում էին, որ երբ որ էլի դիմում էին մեզ, մենք գին էինք ասում, արժեք էինք ասում էին, այդքան գումարից մի քիչ ավել տանք, Ռուսաստանից եւ Եվրոպայից ու Ամերիկայից տրեյներներ կհրավիրենք։ Հետո որոշ դեպքերում այդպես մեզ չէին պատվիրում, իհարկե իմ հոգնածությունից հիմա նկատում եք, որ բավականին լավ են պատվերները, հետո այդ էին ասում, ես էլ ասում եի դե լավ երևի ճիշտ եք ասում եւ իրանք ավելի շատ բան գիտեն, քան մեր հայ տրեյներները այստեղ, իսկ հիմա մեր ընկերության մասին ասում են հետեւյալը, որ ասում են անգամ եթե ռուսական տրեյներներից բարձր է ձեր արժեքը, ռուսական ու եվրոպական տրեյներները ստեղի շուկան չգիտեն ու իրանք ոչինչ չեն կարող անել ստեղ, ասեմ ավելին գալիս են իրենց գերքերն են գովազդում։ Հիմա կասեք, բա ձեր արաբները ինչ պիտի իմանան այստեղի շուկայից, ես այդ հարցը տամ ու ես էլ պատասխանեմ, մեր արաբները մեր մեթոդով, մեր Իմ հարցի մեջ հենց դա էլ էր ներառված։ Շնորհակալություն նկատեցի էլ ու շատ լավ հարց տվեցիք։ Մեր արաբները նախ մեր մեթոդով արդեն մոտ մի տարի մենք համագործակցում աշխատում ենք, երկրորդ այդ արաբները ընտրված են մեր կողմից, մեր մոտ դասընթացներ են անցել, իրանք են մեր մոտ դասընթացներ անցկացրել, իրանց փորձով են փոխանակվել։ Երկրորդ այդ արաբներից մեկը Հայաստանում բավական շատ գործունեություն է իրականացրել հայ բիզնեսմենների հետ consulting արդեն իրականացրել է եւ վերջապես այդ արաբների հետ նաեւ ես եմ այդ օրը դասընթաց իրականացնում արաբներին խնդրել եմ որպեսզի հատկապես միջազգային փորձը արտասահմանյան փորձը կոնկրետ արաբական երկրների ինֆորմացիան նույնպես փոխանցի որպեսզի մեր դասընթացը շատ ավելի ամբողջական լինի Ես շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, հուսանք, որ իսկապես ձեր պլանավորածով կգնա եւ հետաքրքիր ու հաջողված կլինի։ Շնորհակալ եմ շատ ու հրավերի համար էլ շատ շնորհակալ եմ։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ Թարմ ուղեղով զրույցն եք լսում կամ դիտում գործարարալիքի եթերում առաջին խոսափողի մոտ Վահե Ռոբեր Ayvazian-ն էր, Ayvazian & Partners ընկերության հիմնադիր է, կառավարման եւ վաճառքի մասնագետ։ Ձեզ համար Մոնիկա Մամյանը տաղավարում աշխատեց, կհանդիպենք, լավ եղեք։